Իա կյանքս թող խնդրում եմ, լարված նստած ենք, թողում ենք, շատ մեծ ստրես ենք տանում, այդ բանը այդ ամբողջը մեր կյանքն է։ Գուցե որոշ գաղտնիքներ բացենք։ Ասաց որ կամ ես կամ Ագնեսն ենք գնալու, ու մենք տենց մոտ մի ժամ մինչև այդ նկարահանումը մտածում ենք որ մենք ենք ահավոր նեղվել ենք։ Չվախենաս խնդրում եմ անուն տալ, ով է քեզ համար եղել ամենատհաճ կերպարը այս։ Ես պայքարում էի 3 հոգու դեմ հետևից եւ մի հոգու դեմ կողքից։ Այն մյուս թիմից եկել է մեզ խանգարի, տենց էր խանգարում։ Ես չնայած զարմացա որ դերմինային տվեցիր։ Հիմա հետաքրքիր կլիներ որ դնեի Ռաֆ Հարությունյանի մոտ։ Ասում պայմանավորվել էինք, որ իրար։ Ոչ միայն մենք։ Այսինքն աստղերն էլ էին։ Իհարկե։ Իրանք արդարեր քո կարծիքով այդպես։ Մի քիչ հաստատություն ապրեցի որ Եթե դες ներսի մարդ չլինեի, կմտածեի սարքած եմ։ Իրականում այդ ինձ այդքան դուր չի գալիս։ Ես օքեյ եմ, չսիրվեմ, չհիշվեմ ձանձրալի թվամ, բայց չեմ սիրում ուղղակի կոնֆլիկտներ։ Ողջույն, ես Արմանն եմ եւ այս ալիքում ես մեկնաբանում եմ հայկական ռեալիթի շոուները։ Այսօր ես բացառիկ թողարկում եմ պատրաստել իմ հետևորդների համար եւ հարցազրույց եմ վերցնելու Arm Games-ի այս եթերաշրջանի հաղթող Շուշան Ստեփանյանից։ Շուշան, ողջույն։ Ողջույն։ Կարծում եմ ես ու դու կարող ենք բավականին անկեղծ ու ազատ խոսել Arm Games-ի մասին։ Եվ գուցե որոշ գաղտնիքներ բացենք իմ հետևորդների համար։ Նախ ուզում եմ հարցնեմ, հաղթանակից հետո ուշքի եկել ես, հասցրել ես մարսել, այդ էմոցիոնալ առումով ինչ վիճակում ես հիմա։ Չեմ հիմա։ գիտակցել դեռ, ինձ թվում է մինչև մեքենան չվերցնեմ, սենց վարեմ, վարորդական իրավունքով ամեն ինչով, տենց մինչև վերջ չեմ գիտակցի։ Իսկ ունես վարորդական արդեն իրավունք։ Չէ, այդ քանի տարի է ոնց որ փորձում եմ հանեմ։ Անցնում է մի տարին լրանում է առաջին քննության, երկրորդը տենց մնում է ու տենց տարին է։ Հիմա լավ մոտիվացիա կա, կարող ես հանձնել։ Իսկ ընդհանրապես ստացվել է մի տեսակ հեռանալ էմոցիոնալ իմաստով շոուից, թե դեռ շատ թարմ է քեզ համար։ Չէ, դեռ թարմ է։ Ինքը շատ մեծ իրադարձություն է։ Ու ես չէի սպասում, որ ես տենց բախտ ունեմ կամ կստացվի, երևի։ Դրա համար մինչև վերջ չեմ գիտակցել ինչքան վաու բան է եղել։ Իսկապես վաու եղել։ Ես ուրախ եմ որ դու ես այդպես ինձ համար էլ շատ վաու եղել, որովհետև այս եթերաշրջանը իսկապես հենց այդ բառով կարելի ասել որ սուպեր էր ու վաու էր։ Բայց արի մի հատ հետ գնանք սկիզբը։ Ոնց եղավ առհասարակ որ դու մասնակցեցիր, ոնց եկավ առաջարկը։ Ենթադրում եմ Արամ Մելիքյանը անձամբ հարել, բայց դու ինքդ ասա ոնց եղավ եւ ոնց համաձայնեցիր։ Արդյոք կասկածում էիր, երկմտում էիր, թե մի անգամից ես համաձայնվել։ Երկմտում էի։ Առհասարակ ես Arm Games-ի մասին իմացել եմ ամենասկզբից, առաջին եթերաշրջանից ու շատ ուզեցել եմ մասնակցել, հիշում եմ որ սենց նեղվեցի որ ինձ չեն կանչել, բայց կարծեմ այդ ժամանակ երկրում չէի դրա համար, բայց սենց մեծ սիրով կուզենայի մասնակցել, որովհետև ես խաղեր շատ եմ սիրում, ու իմ համար սա ամենաիդեալական շոուն է, ամենաիդեալական տեղն է, որ ես կարամ գտնվեմ, խաղեր խաղամ լիքը։ Դենց այդ ժամանակ մենք ուզում էի, հետո երկու աստղին Արամի հետ որ ծանոթացանք, ինքը արդեն առաջարկ արեց դրանից հետո դեռ մի քիչ համոզված չէի միջև վերջ, ուզում էի, բայց վախեր կա, միգուցե, չգիտեմ, ճիշտ մարդ չեմ սենց շոուի համար, կարողա, չգիտեմ, չսիրեն կամ բան, բայց հետո տենց համաձայնեցի ու շատ ուրախ եմ դրա համար, անգամ եթե չհաղթեի, մեկը շատ հավես էր։ Չսիրելու հետ կապված, գիտես, մենք ասելով ստեղծագործական թիմը, Arm Games-ի, որի մաս եմ նաև ես կազմում, մեկ տպավորություն ունենք, որ շատ մասնակիցներ այդ վախով են մասնակցում, որ հանկարծ մի բան սխալ չանենք, որ մեզ չսիրեն կամ ատելության խոսք մեր հասցեին չգրեն, այդ ներքին ցենզուրայով եք բոլորդ գալիս, ինչ որ sense լարված եք, թե օրինակ կարող է որ օրեր շարունակ նկարվում եք թուլանում եք եւ ի վերջո բնական եք դառ ոնց է դա։ Չէ, նայ, հենց այդ է, ես չգիտեմ տենց խաղերի ժամանակ ես ինչ ձև կարամ դառնամ։ Բոլորիս մեջ վատ ու լավ կողմեր կա ու ես չգիտեմ այդ ժամանակ ոնց կարամ արտահայտվեմ, ինչ ձև լինեմ։ Ու միանգամից այդ գնա եթերով, եթե օրինակ վատը կարող եմ արտահայտել, այդքան էլ ցանկալի չի, բնականաբար։ Բայց տենց պարզվեց որ ոնց որ թե ոնց որ սիրվել ես ինձ թվում է, որովհետև թե ընթացքում, թե հատկապես արդեն եզրափակչից հետո ես մեկնաբանության մեծ մասը դրական են եւ իրոք կարծես համ թիմակիցները, համ մրցակիցները, համ հերոստատողը իսկապես ոնց որ շատ ուրախ է եւ կարծես թե ակնհայտ էր, չգիտես ինչի որ դու պիտի հաղթես, բայց այ սկզբում քո մոտ ոնց էր զգում էիր որ ընդհանրապես մտածել ես որ դու ես հաղթելու։ Չեմ բացառել, բայց չեմ կենտրոնացել դրա վրա, չեմ դրել մտածել, որովհետև չեմ ուզում ունենամ ակնկալիք, որից հետո կտխրեմ, եթե չլինի։ Իսկ երբ որ չունես ակնկալիք ու ստացվում է, այդ մի հատ ուրիշ էմոցիա է, որը շատ հաճելի է։ Չգիտեմ,
Սկզբում շատ չեմ մտածել։ Ինձ Զուտ գիտեմ, որ խաղերից հիմնականում լավ եմ, ինչքան կյանքի տարբեր բաներում փորձել եմ խաղեր, հիմնականում լավ է ստացվում մոտս, գիտեի, որ գոնե մի քիչ երկար կարողա գնամ։ իդեպ Չնայած բախտի գործոնն էլ կա։ շատ, բայց ամեն դեպքում ես հիմա հիշում եմ, որ դու գրեթե բոլոր խաղերում լավ ես հանդես եկել, այսինքն չեմ հիշում ինչ որ խաղ, որտեղ ինչ որ անհաջողությունը չէ եղել, այսինքն ֆիզիկական փորձությունների եւ տարբեր մրցույթների Մի ժամանակ։ հատը կար, որ Գևորգ Մարտիրոսյանի հետ պահում էինք, բայց դա էլ շուտ թողեցինք, զուտ Գևը չուզեց երկար ոտքերով պահի, պահելու այդ կիսա բայց էլի կարայինք։ Քեզ համար հեշտ է, դու կպահեիր։ Հեշտ չէ, չէ, դժվար էր, բայց այդ պահին ես օրինակ են որ պահում էինք ծանր, հա։ Ես մտածում էի չեմ կարողանա, մեջքի տենց ցավեր ունենում եմ մեկ-մեկ ու երեխեքին ասել էի, որ ես շուտ դուրս եկողներից լինեմ։ Բայց այդ պահին այնքան ազարտ է իմ մեջ մտնում, որ ես չեմ զգում ցավը, չնայած հետո հասկացա, որ ահա որ ուժեղ ցավ ունեի ու այդ պահին զուտ ուղեղս անջատած է, ցավ չեմ զգում, տանջանքներ չեմ զգում, նույն են բաները, որ անում էին, շունչս որ կտրվում էր։ Ես անկեղծ վերջի 10 վայրկյանը պատկերացում չունեմ ինչ ուժերով եմ այդ արել, բայց արել եմ, որովհետև գիտեմ խաղա, ես պետքա, չգիտեմ, իմ թիմը իմ վրա հիմա հույս ա դրել, ես պետքա այդ անեմ, միջև վերջ կանեմ վերջի շնչով, sense ուղիղ իմաստով։ Դրա համար լավ է ստացվում խաղերը։ Կտամ մի հարց, որ եւի շատ դիտողների է հետաքրքրում, որքանով է Arm Games-ը իսկական reality։ Ես գիտեմ իհարկե, բայց ուսում որ դու որպես մասնագետ ասես, որ ինչքանով են այդ ձեր միջի ինչ որ կոնֆլիկտները կամ ապրումները խաղերի ընթացքում, քվեարկությունների ընթացքում այդ քննարկումները ինչքանով են իրական։ Շատ իրական են ու ավելի շատ բան է իրականում կատարվում, քան անգամ եթերա գնացել։ Շատ բաներ կա, որ կատարվում էր քոթեջներում, առանձին խոսակցություններում, ավելի քան իրականա ու շատ հավես է իրականում։ Սենց ոնց որ մաֆիայի խաղ լինի, ինտրիգներով շատ հետաքրքիր մենք ամենահավես մասերից օրինակ որ աստղերի թիմից եկել էին, ինչ որ կոալիցիայից եկել են մեր մոտ բլոգերների քոթեջ, որ մենք քննարկենք ոնց կարան այս մի մարդուն հանեն ու մտածում ենք, բայց կարող Արամն էլ ինչ որ քարտ տա, կարող սենց plan A, plan B, plan C ամեն ինչ գծում էինք, ինչ որ հետաքրիր, էդ էլ էր խաղ, էլի։ Այդ մասի փշմանամասը պատմի։ Ես օրինակ չեմ, ոնց է, ինչ որ գիշերը, երեկոյան, թաքուն, այսպես որ մրցակցների ձայները չլսեն, ոտնաձայները չլսեն։ Մի քիչ արդեն մեկը ավարտվել է, բացի խաղաքարտերը։ Ենթադրում եմ Էրմինան, Ռաֆը, ասեմ, այդքան էլ գախնիկ չի, Ագնեսի վլոգում ամբողջը լինելու է։ Ինքը ասենց ամեն ինչ նկարել է, ինչ կատարվել է ներսում։ Մենք ովքեր էին եկել, չեմ հիշում։ Հա, Էրմինան, Էմման են եկել մեր քոթեջ, այդ մի անգամը որ ես եղել եմ ու շատ հետաքրքիր բան էինք գծել։ Այդ կարող է նոր էր որ Գևորգ Մարտիրոսյանի ինվիտետը։ Ոնց որ թե այդ օրներ։ Հա, պլանավորել եք ընդհանրում Գևորգին ուղարկեիք խաղերի, այնտեղից էլ տարբեր գծերով ամեն ինչ պլանավորված էր, ասենց հստակ։ Եթե էս էլ չլինի սենս, բայց Արամը լրիվ ուրիշ բան էր որոշել։ Նոր պլան, մեկ այլ պլան, որը Արամն էր ընտրել։ Բայց հավես էր էմոցիոնալ տեսակ։ Իդեպ ես Էրմինան էլ հիշում եմ, միշտ ասում էր, որ այն ամենահյութեղ զրույցները լինում է հենց այդ քոթեջներում, որտեղ տեսախցիկներ չկան։ Այնց հետաքրքիր քեզ հարցնել որպես մասնակից դու դեմ չէիր լինի, եթե ձեր այդ հանգստի սենյակում մշտապես նկարահանում լիներ։ Այդ շատ հետաքրքիր կլիներ, հատկապես դիտողների համար, որովհետև ամենաիրոք հետաքրքիր բաները տեղ էին ու լիքը բան դուրս մնաց կադրից։ Դրա համար լիքը բաներ չեն էլ հասկացել ինչի մեկ էլ էս մարդիկ իրար չսիրեցին։ Այդ ամբողջը կադրից դուրս էր, ինձ թվում է լրիվ օքեյ կլինի։ Իսկ ինչքան է հաջողվում տարանջատել խաղը կամ շոուն իրականությունից։ Նկատի ունեմ հատկապես դուք բլոգերներդ բական իրար գիտեք, մի մասը տնկերներ եք, նաև այդ խաղի մեջ լինում էր որ մոռանայր ով, այսինքն մրցակից լիարժեք ընկալում էր, թե օրինակ կամերան միացավ, դու մտածում ես որ սա ինչ որ նախագիծ է, հիմա նկարվում եմ, անջատվում եմ, մենք վերադառնում ենք մեր ընկերությանը կամ Դե իմ համար մեկը խաղ էր, որ օրինակ գնացի աստղերի թիմ, ես խաղում եմ իմ թիմի դեմ այսինքն բլոգերների թիմի դեմ, բայց ես խաղ եմ խաղում, ես այդ խաղը միջև վերջ կխաղամ, այսինքն ես չեմ անի, որ մենք պարտվենք, որ բլոգերների թիմը հաղթի։ Իմ նպատակը այդտեղ խաղը հաղթելն է։ Բայց նաև հիշում եմ, որ մի քիչ անձնական համարյա տանում է, երբ որ Ռաֆ Հայդալեկը պետքա քարտով, ռևերսի քարտով մեզից մեկին ուղարկեր, ու ինքը ոնց որ հատուկ մեր էմոցիաները դեր խաղում, ասաց որ կամ ես կամ Ագնեսն են գնալու ու մենք տենց մոտ մի ժամ մինչև այդ նկարանումը մտածում էինք որ մենք ենք ահա որ նեղվել էինք սենց
տրամադրություն 0, մտածում եի ոնց եմ հետո իր հետ խոսալու, բայց հետո էդ էլ կհարթվեր կանցներ, զուտ այդ պահին շատ մեջն ես, մեկը էմոցիաները տալիս է։ Եթե ուղարկես չէիր ների հայդալեք։ Դե շատ կնեղվեի, բայց իհարկե հետո օքեյ կլիներ։ Դե մտերմության հետ կապված հերոստատողներ շատերը մեկնաբանություն են գրում էին, որ գիտեն, որ դու Ագնեսը, Էդոն շատ մտերիմ եք, եւ ինձ հետաքրքիր շոուին գալուց առաջ այ երիակով ինչ որ բաներ քննարկել, գուցե պայմանավորվել եք, որ այսպես են խաղալու եւ այլն։ Իհարկե, նո դե քանի որ չգիտեինք ինչա լինելու, ոչ խաղերը, ոչ մի բան, դեն շատ պայմանավորվելու բան չունեինք, սուտ գիտեինք, որ իրար հետ ենք լինելու, իրար չենք դավաճանելու։ Այսինքն ինչ է լինի իրար դեմ դուք չեք քվեարկելու, այդպես էիք որոշել։ Դե քանի ուրիշ մարդիկ կան, չգիտեմ, հա, բայց իրականում այդ ինձ այդքան դուր չի գալիս։ Մի կողմից հա շատ ապահով է որ դու գայես միտեղ որտեղ արդեն ունես ընկերներ, բայց ես օրինակ պատկերացնում եի Մոնիկայի դեպքում, օրինակ, որ եկել է, եթե ես մտածում եի, երբ որ Արամը ինձ ասաց որ գնամ Arm Games, դեռ չէր ասել ովքեր են եւ այլն, ես մտածում եի, եթե շատ անծանոթ մարդիկ լինեն, չեմ համաձայնի, որովհետև այնտեղ կարող է իրար ճանաչում են, ես գնամ մենակով առանց այդել ինտրովերտ, չկարողանամ բացվել, այ ես օրինակ այդ տեսանկյունից պատկերացնում եմ Մոնիկայի համար ինչ դժվար էր։ Իսկ աջակցում էիր դու Մոնիկային։ Դե չեմ քվեարկել ու իհարկե փորձում էի շփվել, ինտեգրել, որովհետև գիտեմ այդ իրավիճակում գտնվել է ինչ վատ է, ինքս եղել եմ տենց իրավիճակում, ուզում եմ ուրիշ մարդ չլինի։ Չգիտեմ ինչքան վաստացվել, բայց փորձել եմ ոնց որ իմ համար ապահով էր, որովհետև ունեի ընկերներ, բայց համել նաև հեռուստադիտողի տեսանկյունից ինձ թվում է այդքան հետաքրքիր չի։ Ինձ հետաքրքիր քեզ համար ամենաբարդը ինչ ա եղել այս ամբողջ ընթացքում։ Չգիտեմ։ Երևի քվեարկությունը, որ չես ուզում ինչ որ մեկին վատություն անես, իմ համար այդ քվեարկության իդեան մի քիչ բաներ էլի, որ օրինակ ես կարող եմ լավ եմ խաղում, բայց ինձ քվեարկեն հանեն, ես դրա պատճառով դուրս գամ։ Բայց քվեարկությունից հետո էլի կարող ես խաղալ եւ որը սենց էլի որ ասում եմ բախտի գործոն կա, օրինակ եթե ես լավ եմ խաղեր խաղում, մեկը կարամ ինչ որ խաղ կրվեմ, չէ՞։ Ու այդ մի պստիկ բանի պատճառով որ դուրս ես գալիս, այդ չգիտեմ, քվեարկության մասը իմ ամենասիրած մասը չէր։ Հիշում եմ ամբողջ ընթացքում սենց լարված նստած ենք, դողում ենք, շատ մեծ ստրես ենք տանում, այդ բանը այդ ամբողջը մեր կյանքն է, մենակ դրանով ենք ապրում, իրոք ռեալ էմոցիաներ ենք, վատ էմոցիաներ ենք ապրում, բայց հետո որ հիշում էի, հետո արդեն հավես էր հա այդ լարվածությունը եւ այլն, երևի ամենաբարդը այդ։ Ես եթե ճիշտ եմ հիշում, քո դեմ ընդհանրապես չեմ քվեարկել, թե սխալվում եմ։ Կարծեմ Հայդալեկը մի անգամ քվեարկել։ Մի անգամ, այ չեմ, այդ մեկը բաց եմ թողել։ Ոնց էր քեզ դա հաջողվում, այսինքն ոնց եղավ, որ ոչ բլոգերների թիմը, ոչ հետագա մաստերի թիմը քո դեմ քվե չեկավ այդպես էլ։ Դե չեմ կարող իրանց փոխարեն ասեմ, բայց երևի դե կոնֆլիկտային չեմ եղել, ոչ մեկի դեմ չեմ խաղացել, ոնց որ եկել եմ իմ խաղն եմ խաղում։ Քանի թիմայիներ երևի պետք էի նաև որպես թիմակից, որովհետև ուժեղ էիր խաղերում նկատի ունես։ Կան բաներ, որոնցում ուժեղ եմ, ուրիշ պատասխան չեմ գտնում։ Իսկ հատուկ ինչ որ բաներ չես տար, հարաբերություններ լավացնել եւ այլն, որ քո դեմ ձայն չլինի։ Չէ, ես միշտ կամ նեյտրալ եմ, կամ լավ եմ մարդկանց հետ։ Իրոք չեմ սիրում կոնֆլիկտային, անգամ եթե ինչ որ մարդուն չսիրեմ, իմ համար ավելի ես հանգիստ ապրենք էլի։ Չարենջվենք կամ շատ նեյտրալ կամ լավ կերպարը ես որպես մեկնաբան եմ ասում, իմ կարծիքով միշտ չի որ շահեկան է։ Այո, երբեմն ձանձրացնում։ Ես օքեյ եմ ձանձրալի լինելու։ Չէ, չեմ ասում դու ձանձրալի ես, սխալ չհասկանաս, նկատի ունեմ որ դիտողի տեսանկյունից ինչքան կհիշես մարդուն, ինչքան կտպավորվիր խաղով եւ այլնով։ Անկեղծ այդ մասին մենք ենք խոսել, ես օքեյ եմ չսիրվեմ, չհիշվեմ, ձանձրալի թվամ, բայց չեմ սիրում ուղղակի կոնֆլիկտներ, չեմ սիրում դրա մեջ մտնել, ուզում եմ հետո ինձ լավ զգամ, էլի։ Չէ, իրականում այնպես չի որ չես սիրվել, ասեցի որ իրական շատ ընդունված, այսպես ասած, բան ես, հաղթող ես։ Եվ մեկնաբանությունների մեջ չեմ տեսել։ Ավելի շատ ինձ թվում է, բայց եթե դու խաղերում իսկապես քեզ ուժեղ չդրսևորեիր, որտեվ եթե դա էլ չլիներ, օրինակ ես շատ չէի ուրախանա, որ Շուշանը հաղթեր, հա, ասենց ասեմ, որպես դիտող, որտեվ ինչով լավ, ինչով աչքի ընկավ մասնակից, հա։ Համաձայն եմ, միգուցե դրա համար ես ռեալիթի շոուների համար ամենաիդեալական մարդը չեմ։ Եթե էլի կանչեն reality կգնաս մասնակցես։ Arm Games թե reality։ Չգիտեմ, դե կախված է եթե իմ համար այս բան reality-ն Arm Games-ն է, բայց կարող է ուրիշ լինի։ Բաննա survive հայերեն ոնց է։
գոյատևում։ Եթե ջունգլիներում գոյատևելն է reality show-ն, միանշանակ կգնամ։ Եթե ինչ որ սիրային չեմ պատկերացնում, կյանքես փուլում կասեմ չէ։ Arm Games դեռ չէ։ Ինձ թվում է ես իմը դեռևս արեցի ու չեմ ուզում հոգնածնեմ մարդկանց։ Ես եկա, արեցի, հաղթեցի, մի քիչ դեռ իմաստ չեմ տեսնում։ Կարծում ես հաղթողը նորից չպիտի մասնակցի։ Չէ, այտենց չեմ կարծում։ Բայց ես այնքան ինչքան ունեի ցույց տալու այս պահի դրությամբ, ինձ թվում է ցույց տվեցի։ Բացի իհարկե Ագնեսից ու այդ գայից, հետաքրքիր է նոր ում հետ համատաբար նոր ես ծանոթացել, ով է քեզ համար դարձել ամենամտերիմը, թե ընթացքում, թե գուցե հիմա արդեն երբ ավարտել է։ Ամենամտերիմ այտենց չեմ կարող ասեմ, որովհետև մենք հիմնական բոլորով միասին ենք շփվում։ Դե Ռոզանա, Էման, Էմկան, Չէ, այսպես բոլորին կասես, չէ՞, բարի մի անուն, մի վախեցի մեկ, ոչ մեկի չես նեղացնի, ասենք ասա, օքեյ, կամ ումից չէիր սպասում, որ այդքան քեզ մտերիմ կդառնա։ Ռուբեն։ Չէի սպասում, որ Ռուբոյի հետ կմտերմանաս։ Հա։ Ինչու իրան գիտեի առաջ։ Գիտեի, բայց այտենց մակերեսային շատ չենք շփվել։ Ես իրան ճանաչեցի ու շատ սիրեցի։ Ինչ ես սիրել։ Չեմ կարող բացատրեմ, շատ լավ մարդ է, շատ բարի մարդ է։ Լավ հոգի ունի։ Դեպետ ձեր ֆինալային տեսարանը, որ շատ տպավոր չէր, որ դու հաղթել ես ու չես հասցնում քո էմոցիաները ապրես, մեկ էլ տեսպես Ռուբոն լացում է, իր անգրկումը խիթարում ես։ Ինչ է զգում այդ պահին, ասենց ափսոսում էիր, որ հաղթել ես, փոշմանել էիր արդեն։ Չէ, նախ մենք երբ որ գնում ենք իրար գրկելու, այդ ոչ թե այն գրկելն է, որ Ռուբոն լացում է, ես իրան գրկեմ հանգստացրեմ, այլ ոնց որ մենք միջև էլ շատ լավ ենք իրար հետ ու պատրաստ էինք, որ մյուսը հաղթի, մյուսի համար ուրախանաս։ Ոնց որ այդ պահն էր, որ ասենց իրար նայեցինք, դե ասենց ստացվեց, ասենց գրկեցինք իրար, ինքը ընթացքում սկսեց լացել, այդ էլ նենց մխիթարանքի բան չէր։ Ուղղակի ես ոնց որ մտա իր դրության մեջ, պատկերացեցի ինքը ինչ է զգում։ Չէ, այտենց սիրով եմ գրկել։ Հա չէ, չեմ ասում սիրով, չէ։ Չէ, նկատում եմ, այտենց միտք չի եղել ընդհանրապես։ Ես իմ ուրախությունը մեկը ապրեցի։ Հա, կարողացար այդ պահը, որտեղ ստված կարճ նորմալ կարողացա ապրեմ էլ։ Չհասցրիր, չէ։ Այդ շատ էմոցիոնալ չեմ կարողանում ցույց տալ, ու այդ պահին օրինակ ասենց երևում է կադրում, ես ասենց շնչակտուր եմ լինում, բայց հասկանալի չի խի եմ շնչակտուր, որովհետև ստատիկ կանգնած եմ, բայց այդ այն էմոցիաները, որոնք ներսումս կան, չեն կարողանում դուրս գալ։ Օրինակ լացելու տեսքով կամ գոռալու տեսքով, մենք հետո կադրից դուրս ընկերներիս հետ գոռացինք, որ այդ էմոցիաները կարողանամ արտահայտեմ։ Այդ դրանից է, որ ասենց շնչակտուր եմ, չգիտեմ ինչ անեմ։ Այդպես։ Քեզ առասակ դժվար է էմոցիաներ ցույց տալը։ Ահա։ Իսկ ուզում ես փոխես թե։ Հա, աշխատում եմ դրա վրա։ Ինչ ես անում, օրինակ, սովորացրել, կարող դիտողները ուզում են նույնպես սովորել։ Սկսում եմ արտահայտել, սկսում եմ գիտակցել, որ այս բանը չեմ արտահայտում, փորձում եմ գտնել տարբերակ, ոնց կարող եմ լացել կամ գոռալ կամ ինչ որ ձև դա դուրս հանել։ Այսինքն մտածված դու քեզ ասում ես, այ հիմա եթե տխրել ես, օրինակ թույլ տուր քեզ լաց լինել, հա։ Ստացվում է։ Ուրիշ մարդկանց մոտ օրինակ չի կարողանում լացել, սկսել եմ աշխատել դրա վրա, որ կարողանամ լացել։ Էլի անսովոր է, բայց հասկանում եմ, որ վատ բան չկա դրա մեջ։ Իհարկե վատ բան չկա, չէ։ Բայց ուղեղս մտածում էր։ Մանավանդ ռեալիթիում դա շատ ողջունվում է։ Այ ես որ ասում եմ, որ դրա համար եմ ասում, միգուցե իդեալական առումով նկատի չունեմ, որ դու արհեստական կոնֆլիկտ բան անես, բայց ավելի շատ էմոցիա, այսպես շատ մի քիչ էքսպրեսիվ իմաստով էլի ցույց տալը քո զգացածից ու տե ասում։ Իդեպ դրականից խոսեցինք, իսկ էլի չվախենաս խնդրում անուն տալ, ով է քեզ համար եղել ամենատհաճ կերպարը այս ամբողջ ընթացքում։ Չեմ ասում որ թշնամի է, ատում ես իրան, բայց համեմատաբար ում հետ ես քիչ կոնտակտ զգացել կամ քիչ պատասխանեմ այս հարցին, ինչ տարբերություն։ Չէ, ես այդ մարդուն կտամ, այս իրանով եմ ասում, որ ես նեյտրալ եմ փորձում նեմ։ Եթե ունենայի հստակ պատճառ դա բարձրաձայնելու, հետո մենք այդ մարդու հետ նստեինք խոսեինք, ոչ մի խնդիր, բայց ցենց ուղակի բարձրաձայնեմ ու այդ մարդը օրինակ նայի կամ իրան ուղարկեն իրան տհաճ լինի, ինչի համար։ Դե չեմ ասում ասա այդ մարդը վատն է կամ ոչ մեկը վատը չէ, բոլոր կերպարները շատ ես որ բոլորից սիրել եմ այդ հաստատ։ Ես կարամ, չէ, կարամ ասեմ, հետ ամենաքիչ կոնտակտը ունի կամ ով ավելի քիչ քո մարդը ասենց ասած, էլի, եթե տենց կա։ Ամենաքիչ կոնտակտը երևի Վակոին հետ ա եղել։ Սենց ասեմ բարևել չեմ հիշում, հավանաբար բարևել ենք նախաճաշին կամ, բայց էդ էլ չեմ հիշում, ընդհանրապես չենք առնչվել։ Դե Վակոն շատ շուտ գնաց եւի չհասցրիր։ Այսինքն մինչեւ հասկացար Մոնիկան շուտ գնաց, բայց հասցրի։ Մոնիկան ձեր թիմում էր, բայց Աստղի թիմում մինչեւ հասկացար ով է։ Իրանց մոտ առաջինով դուրս եկավ։
Իրանց մոտ Անայսի հետ Անայսն ու շփվեցի։ Վակոն ոնց որ հենց առաջ, այո, Անայսն ու Վակոն են առաջինը լքի խաղը։ Անայսի հետ չհասցրեցի շփվել։ Անայսի դե Բայց բլոգերը։ ես հիմա կարայինք շփվենք, ինչ որ ընդհանուր բաներ։ Իդեպ չեմ կարող չխոսալ նաև Լիայի մասին, որտեվ այս եթերաշրջան շատ էր սկզբում նեգատիվ իր նկատմամբ, բայց ինձ այդ աստղերի կոնֆլիկտները մի կողմ որպես թիմ, ինձ հետաքրքիր երբ որ Լիան եկավ ձեր թիմ, այ ոնց դասավորվեց իր խաղը, հա, ինքը փորձեց ինտեգրվել, ստացվեց, թե ինքը եկել էր մեկա ուրիշ մտածողությամբ, այսինքն որ ինքը ուրիշ թիմից է զուտ Չեմ կարծում։ ստացա ձեզ մոտ։ Չէ, ինձ թվում է իրան ավելի հաճելի էր մեր թիմում։ Հա, կարծում եմ ինքնուտ ավելի լավ ազգացի, որտեվ այնտեղ իրան չսիրողներ կային, այսպես Հա, ասենք։ բնականաբար։ Բայց դուք ոնց էիք, դուք պատրաստ էիք իրան այսպես կշկաբաց ընդունել, թե այսպես բերել էիք, Դե աստղերի թիմից ոչ մեկին պատրաստ չենք, իրականում ով գալի, ոնց որ մեր թիմից չենք ուզում ոչ մեկի հանել, ով գալու էր, բնականաբար ինքը գնալու էր վտանգավոր գոտի, որ ապացուցի կոնե կամ մեր հետ լավ խաղա, ապացուցի, որ բայց ինչի՞ պիտի ապացուցի, ուզում հասկանալ։ Ինքը առանց այդ վտանգավոր գոտուց էր եկել ձեր թիմ, այսինքն այո, ինքը պարտվել էր, չէ, ինքը պարտվել էր, Վահագը իր տեղը զիջեց եւ ինքը մնաց խաղում, բայց Վահագի տեղը եկավ։ Քաչքի ժամանակ ինքը թիմային չէր իր խաղը։ Դե չէր։ Հա, որտեվ ես նայում էի, որ ամեն դեպքում դուք զգալիորեն հաղթեցիք, այսինքն հեշտ հաղթեցիք։ Չգիտեմ, հեշտ չէր։ Շատ երկար տևեց, չէ, մենք տարապում էինք։ Բայց ոնց որ 3-0 է հիմա, այսինքն բոլոր 3 բան շուտ տալուց դուք եք արժևում։ Մենք շատ էներգիա ծախսեցինք դրա, շատ երկար ժամանակ տևեց։ Ես ասում եմ, ինքը ինադուր տա չէր անում։ Այսինքն էս ինքը այն մյուս թիմից եկել է մեզ խանգարի, տենց էր խանգարում, բայց փաստացի չօգնեցել։ Ես տեսնում եմ, որ ինքը, այո, ձեր վրա հենվում է, դա երևում է, այսպես մի քիչ հետ է ձեզ բրթում, որ ինքը առաջ գնա, բայց եթե որ ինքը առաջ գնում է, ամեն դեպքում ձեր ընդհանուր լարը ձգվում է առաջ։ Եվ դրա հաշվին հետո դուք 3 հոգի առաջ գնային, ինչքան ավելի արագ դա տեղի կունենար։ Այսինքն մենք պայքարում ենք, օրինակ ես պայքարում էի 3 հոգու դեմ հետևից եւ մի հոգու դեմ կողքից։ Պլյուս Ագնեսն էլ չէր կարողանում օգնել, որովհետեւ ինքն էլ էր նույն ձև պայքարում։ Այսինքն իրոք sense ֆիզիկապես քեզ խանգարել է։ Իրոք ֆիզիկապես այնտեղ կադրով այդքան չի երևում, քանի անգամ ասում, լիա կյանքս թող, խնդրում եմ։ Ասում եմ չեմ կարող քայլամ դրա համար եմ բռնում, բայց շարունակում էր։ Դա կորսի ուղագի բարգել են։ Ոչկաններ պետքա գետով տան։ Հիմա ինձ լսեք, մեկ Մահաբերնվեր այդ խաղի ժամանակ քո անունը վիճակականությամբ դուրս է գալիս եւ դու պիտի ընտրես ում տաս։ Ես չնայած զարմացա որ դերմինային տվեցիր, որովհետեւ ասեցիր, հետո ձեր սթորիներից էլ այլում, որ դուք որոշակի մտերմացել եք։ Բայց ինչ կապ ունի։ Կապչուրի միջև է տուներ, եկար ֆինալ արդեն վերջ։ Չէ։ Իրան տվեցիր։ Անշուշտ, հա, բայց օրինակ Բայց ես բանը ասելով որ լրիվ հակասում այն ասացի։ Նա ես ի սկզբանե որոշել էի, եթե ինձ ընկնի, ես տալու եմ ու դեռ չենք որոշել ով որտեղ է կանգնում, այդ վիճակականությամբ որ այդ չէ, հա, դեռ որոշված չէր, ես որոշել էի ով լինի իմ կողքի մարդու եմ տալու, որովհետև իմ լոգիկայով, եթե ինձ իմ դիմաց դնեին, ես ավելի շատ կփնտրեի հեռվում մարդու։ Զոտ այդ լոգիկայով, որովհետև ուզում ես հնարավորինս քիչ ձայներ հանել, ավելի բանա, որ հեռու մեկը կա, քայլեցի շատ երկար դա արեցի, որ մտածի հեռվից մարդ էր։ Հիմա ոնց որ լոգիկան իմ մոտիկ մարդ անելու էդ էր։ Ֆիեն ձեռնինան, որովհետև ինչքան էլ անհատական էր, երբ որ հասկացանք ինչ խաղ է, հասկացանք ինչքան պրինցիպի բախտի բան է, ասացին գոնե քանի դեռ շատ ով ենք ու մենք իհարկե թիմ չենք, բայց ամեն դեպքում թիմ ենք ու գոնե առաջին մի քանիսը ովքեր դուրս են գալու չլինեն մեզնից, այսինքն եթե մենք իրար հետ որոշենք, որ օքեյ, մենք իրար չենք հանում, գոնե 4-5 հոգի ավելի քիչ կա, որ կասկածես մարդկանց վրա։ Գոնե այդ մասով վստահես, որ Ռաֆոն չի, Ռոբոն չի, Ագնեսը չի, Էդոն չի, Ռոզան չի։ Ասում պայմանավորվել եք, որ իրար Ոչ միայն մենք։ այսինքն աստղերն էլ էին պայմանավորվել։ Իրանք հասկացան, որպեսզի ընտրությունը հեշտացնեք, հա, իրար մեջ։ Դե գոնե քանի սկզբում այդքան շատ ենք, հա։ Հա։ Դե ստացվում է, որ բլոգերների շանսերը այդտեղ ավելի մեծ են ստացվում, էլի։ Արդար էր քո կարծիքով այդպես։ Առանց հետո 7-3 կազմով էիք մտել ֆինալ։ Դե ստեղ կարանք ասենք, որ որովհետև բլոգերները կընկրել են։ Հա, արժանի եք, բան չասի, այո։ Արժանի եք Բայց չէ, իմ համար իրականում այդ արդար չի, բայց քանի որ որոշել էին բոլորով պայմանավորվել, բոլորով, բայց ես իրականում
կուզեի առհաս այդ եմ ասում, դրա համար ասում, ես կուզեի ընկերներ այդտեղ չունենայի։ Իսկ խաղայնովում դեմ կդներ, եթե թիմերը չլիներ եւ պայմանավորվածություն չլիներ։ Ինձ թվում է հետաքրքիր կլիներ, որ դնեի Ռաֆ Հարությունյանի մոտ։ Որ չէր գուշակի որ դու Իսկ ես, հիմա չէր գուշակի։ հա, զուտ խաղային իմաստով Իմաստանա, որ հա, գուշակ են որ դու ես, այդ չգիտեմ, մի քանի քայլ ավել կամ պակաս մտածես, կարող իրանք ավել մտածեն։ գալու ինտուիցիայի այսպես ասենք խաղին, արդեն վերջնախաղին, ո՞նց եղավ որ հասկացար, թե որը պիտի բացես։ Այսինքն եթե դες ներսի մարդ չլինեի, կմտածեի սարկածա, գիտես, որովհետեւ ասած պատտում ես ու ասած ձեռը դնում ես Ռաֆի նկարի վրա, ոնց մի անգամից։ Ես ինտուիցիա միշտ կարծեմ որ ինտուիցիան իմ լավը չի։ Այդ պահին դու հասկանում ես, որ կա օրինակ 5 հատ ռազմաբանություն ու արդեն բախտա, որ մեկն ես ընտրում։ Ես ուզում եի հաղթել, բայց ես չի ուզում հաղթել Ռուբոյին։ Ու ես ուզում եի հնարավորինս sense գոնե պատահականությամբ այդ լինի ու գոնե վերջում մնա 3 հատ case, հետո արդեն հենց մտածենք, որը դրած կլինի։ Դրա համար ես ուզում եի արագ ուղղակի առանց իմ որոշում կա, ես չի ուզում որոշում կայացնել։ Արագ անենք։ Աչքերս թակեցի դրա համար, որ ես որոշում չկայացնեմ։ Պատասխանատվություն սարքել ես, այստեղ։ Քեյսերը վերջանան, վերջում գոնե մի քիչ մտածելու տեղ ունենալ։ Sense Ոչ կերպակ, այսպես ձեռքդ իջավ, Հա, ու այդպես։ իրականում ես երկու մարդ էի մտածում էի կամ Ռաֆ Հար կամ Հայդալեկ Ռաֆ դրված կլինի, այսինքն սայսենից մտածում էի, որ Ռաֆ դրած կլինի, բայց նես չի հենց մտածում էի հենց հաստատ այդ մեկումա։ Եթե աչքերս բաց ընտրեի, չգիտեմ, 50-50 այդ կընտրեի թե չէ, բայց այս տարբերակով որ տեսա Ռաֆ Հարա, չափսոսացի որ այդ անգել։ Զգում որ վերցնում եմ, որ նույն ասեմ ճիշտն եմ վերցրել, ասում հա։ Ռուբը մի անգամ մատնեց։ Դա էլ է վատը, մտերի մեջ ուզում խաղալ։ Չէի դնի դա։ Հենց էր դնի դա խափեր։ Չէ։ Որտեղ իմ նպատակն էր որ Հա, ուզում եի մի քիչ արագացնել։ Հա, որ տեսնել։ բայց այդ բան ես չգիտեմ հավատացի թե չէ, որովհետև Ռուբեն ինձ ասաց, որ հավատացի, ինքը ճիշտ է ասում, ես իրան հավատացի, բայց ես չհավատացի, որ հաղթել եմ։ Միջև որ չբացեցի, չհավատացի, դրա համար հետո ասաց ուղղակի դերած բաց ամենը, որովհետև միջև չի հավատում, որ ես այդ բախտ ունեմ։ Ռուբոյի այսպես դիրքից ինձ թվում է շատ այն հասկացել որ ինքը հաճել է։ Տենց էլ արդեն միջև իմ ընտրած։ Հա, միջև էլ էր, չիտեսքի վախեցել էր իրեն։ Նորված էին, շատ նորված էին։ Քո կարծիքով քո կյանքում ինչ-որ բան փոխվել է այս նախագծից հետո ոնց ինչ հետ կարող շուտ է դեռ ասել իհարկե դեռ թարմ ես բայց ինչ հետ կթողնի քո կյանքում կամ ինչ-որ մի բան կա որ այսօր այդ ուրիշ ձև կանես նախկինում ուրիշ ձև մի հատ հետ կա թողել ես դա նախապատրաստել եի երևի իմ դուրս գալու տեքստ որպես ասեմ բայց դուրս չեկա ես չգիտեի որ ես թիմային խաղացող կարամ լինեմ ես երբ որ Արամը ինձ առաջարկ արեց ու ես մի քիչ չեմ էի անում, այդ պատճառներից մեկն էր, որ ես թիմային չեմ, այդ ես տենց էի ասում, ես շատ ինչ բառա ոլ կազինոչկա եմ, խաղում եմ միշտ մենակով, որ եթե ինչ-որ մեկի պատճառով ես գրվեմ կարողանալ վայնանալ, ինձ դա դուր չկա, որտեղ չեմ սիրում գրվել, ու քանի որ չեմ սիրում գրվել, ես ամեն ինչ ներդնում եմ, որ հաղթեմ ու կնեղնեմ ներդնեմ ամբողջությամբ ինչ-որ մեկի պատճառով չի լինի, եւ խոսքով տենց համոզմունք ունեի իմ մասին, որ ես թիմային չեմ, բայց բարձրաց ես շատ թիմային եմ, կարող եմ լինել։ Այս ոդի չոր գործնական կամ այլ հարցերում դες թիմերի հետ ավելի սերտ հա, իմ ուղիղ կմտնի ու ես արդեն շատ բաների այլ տեսանկյունից կնայեմ։ Իսկ ինչ պլաններ կան Arm Games-ից հետո, ինչ որ կան արդեն նոր նախագծերի մտքեր կամ առաջարկներ կամ ինչ որ անձնական պլաններ չունեն, այդտեղ գնալու ճամփորդ։ Միակ պլանն է միշտ սինեմա ճամփորդելը։ Հիմա այդ ուղղությամբ եմ մտածում, թե որտեղ գնալ։ Ինչ տարբերակներ կան։ Ես սա չեմ բարձրացել, ես դա Ավստրալիայի ուզում գնալ եւ Նոր Զելանդիա, այնել այնքան ցկցկեցի, ես Arm Games-ն արանքում եղավ եւ այնտեղ արդեն հեսա ծմերա լինելու, մի քիչ անիմաստ է, տեղակայքն է։ Բայց չեմ ուզում գնալ այնտեղերը, որտեղ արդեն եղել եմ, ինչքան էլ սիրել եմ օրինակ Ֆիլիպիններ, ուզում եմ գնալ լրիվ նոր ուղղությամբ, միգուցե Աֆրիկա, միգուցե Լատին Ամերիկա, կախված նաեւ իմ բյուջեից, կախված մենակով եմ գնում թե չէ։ Իսկ ոնց հաճախ մենակով ես թե Հիմնականում մենակով եմ։ Ես կամֆորտ է միայն եմ ճամփորդել։ Հա, շատ։ Ես էլ երևի կապ ունի այդ թիմայինի հետ։ Բայց օրինակ Լատին Ամերիկա կան երկրներ, որտեղ ռիսկ չեմ անի մենակով գնալ, աղջիկ։ Աֆրիկա մի քիչ ավելի շատ ռիսկ անեմ։
Շնորհակալ եմ այս բաց զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Քեզ նոր երկներ եւ ճամփորդություններ։ Մերսի շատ։ Ազիզ։ Քեզ էլ ցանկանում եմ քո ալիքի հարկավաճում։ Այո, մերսի։ Մերսի գնահատում